Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն ինչպես միշտ ողջունում է իր բոլոր երկրպագուներին։ Եվ իհարկե առիթից օգտվելով ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր աշխատում են ինչ որ ձևով աջակցել մեր ալիքի կայացմանը։ Հավատացեք, առանց ձեր աջակցության շատ դժվար է լինելու, բայց մենք կարողանում ենք բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարել եւ այդ է գուցե պատճառը, որ հատկապես այն օրերին, երբ մենք ընդունում ենք մեր տաղավարում մեր լավագույն աստղաբաններից երկուսին, Տիկին Լուսիային եւ Գայանե Սարգսյանին, ում դուք տեսնում եք ձեր ետերում, մենք շատ թեթևացած ենք աշխատում։ Տիկին Գայանե, շատ շնորհակալ եմ, որ դուք կաք մեր կյանքում ընդհանրապես։ Եվ գիտեք ինչն է ինձ ուրախացնում, որ անկախ ամեն ինչից դուք միշտ պատրաստ եք աջակցության ձեռք մեկնել մերձավորին, դա շատ կարևոր է։ Ես գիտեմ, որ որքան մեծ են ձեր դիտումները տարբեր հարթակներում, բայց դա երբեք ձեզ չի թույլ տալիս, որ այսպես քիթներդ վեր տնկեք ու ասեք, չէ, այստեղ ես կարող եմ լինել, այնտեղ չեմ կարող։ Դուք շարունակում եք ձեր առաքելությունը, ինչը շատ կարևոր է։ Այնպես որ բարի գալուստ Փակ TV։ Շնորհակալ եմ, պարոն Ղուշյան, եւ ձեզանից, որ հնարավորություն է տրվում ինձ մասնագիտական հմտություններ եւ ձեռբերումներս այստեղ ցույց դնելու եւ մեր հանրությանը այսպես օգտակար լինելու։ Շնորհակալ եմ ձեզ սիրելի հետևորդներ, ձեր բարեմաղթանքների համար, շնորհակալ եմ բարձր դիտումների համար, շնորհակալ եմ, որ ինձ ընդունում եք այնպես, ինչպես ես կամ։ Ես կրկին այսօր բերել եմ մասնագիտական կողմնորոշման համար քարտեզներ կկառուցեմ, իմ միսիան այս հարթակում այդպես էլ դրված է։ Ես պետք է օգնեմ մեր հետևորդներին, մեր հայ ազգի այդ սերուցքն է, չէ, այդ մեր երեխաների, որպեսզի նրանք ճշգրիտ ճիշտ մասնագիտական ընտրություն ունենան, որպեսզի հաջողակ մարդիկ լինեն եւ պիտանի լինեն մեր պետության զարգացման գործում։ Պարոն Ղուշյան, հարթակները ընտրելու առումով ես երբեմն հրաժարվում եմ շատ մեծ հարթակներից, դրանք նույնիսկ կարող են հեռուստաընկերություններ լինել, որովհետև այնտեղ ես ինչ չեմ գտնում։ Ես այդ հարթակներում, այդ ֆորմատում ես աստղաբանությունը չեմ ցանկանում ներկայացնել։ Այսպիսի դեպքեր 3-4 դեպք եղել են, որ այնտեղ աստղաբանությունը որպես գիտություն չեն ընդունի։ Այնտեղ ես չեմ կարողանում ներկայացնել ըստ արժանվուն այս գեղեցիկ, այն գանձ է, աստղաբանությունը գանձ է, գիտեք սիրելի հետևորդներ, երբ որ դուք կարողանում եք տիրապետել այդ գանձերի, այդ պահոցի բանալին, իմացեք, որ ձեր կյանքը կարող է մինչև 360 աստիճան փոխվել։ Դրա համար ես այն հարթակների եւ այն գործընկերներին եմ ընտրում, որոնք հարգալից են, որոնք այդ նորմերը պահպանում են եւ որոնք նաեւ լինելով լավ մասնագետ իրենց ոլորտում մարդկային բարձր որակներ հատկանիշներ ունեն, իդեմս ձեզ, պարոն Ղուշյան, եւ ձեր հեռուստաընկերության։ Այսպես սա նախաբանը։ Գայանե, տեսեք, դուք էլ հավանաբար նկատել եք, ինչու են բարբերաբար նույն մարդիկ գալիս քո կյանք, ինչու են, ասենք, նույն իրավիճակները բարբերաբար կրկնվում։ Մարդկանց կյանքում ես հենց բառացում, ինչու են սիրելի հետևորդներ, գիտեք ինչու են բարբերաբար նույն մարդիկ գալիս ձեր կյանք, ինչու են այդ իրավիճակները կրկնվում, որովհետև մենք ունենք մեր աստղաբանական քարտեզը, որովհետև մարդիկ ունեն թույլ կողմեր եւ տիեզերքը ընտրում է հատուկ այնպիսի մարդկանց, որոնց միջոցով դուք կարողանաք հղկել ձեր թույլ կողմերը։ Նրանք նաև ձեզ կօգնեն, որպեսզի դուք հաջողությունների հասնեք։ Երբեք մի նեղացեք, մի վհատեք այն մարդկանցից, որոնք ձեր մասին կբաբասեն, նրանք ձեզնից թույլ են։ Այդ մարդիկ եկել են, որպեսզի դասեր տան ձեզ, օգնելու, որ մի մակարդակ վերև բարձրանաք։ Եվ ինչու եք ընտրում այս պահի մասսառությունը, հենց դրա հիման վրա կասեմ, պարոն Ղուշյան, ինչու եք դուք չեք հասկացել, որ աղջիկներ, կանայք կամ պարբերաբար զանգում են ինձ, դիմում են ինձ, որ ինչու իմ կյանքում հենց այդպիսի տղամարդ է լինում, որովհետև
ձեր քարտեզը ունի նախատրամադրվածություն, որովհետև այդ տղամարդը ձեր հայրիկի, ձեր եւ ձեր հոր միջև փոխհարաբերությունների հայելին է։ Եթե ձեր հայրիկին դուք չեք ներել, ապա հնարավոր է այդպիսի ամուսին կանչեք, հաշեք ձեր կյանք, այդպիսի զուգընկեր կողակից, որի հետ փորձեք լուծել հայրիկից եկած հոր հետ եւ հնարավոր է որ նախկին կյանքից եկած այդ իրավիճակները։ Ինչու եք ընտրում, սիրում եք մեկ այլ անձի, Վեներան ինչ-որ կենդանակերպում է, բայց սեռական ձեր այդ հակումները, ցանկությունները ինչու այլ անձի հետ եք ցանկանում կիսել եւ կիսում են։ Եվ լինում են դեպքեր, եւ արտամուսնական հարաբերություններ է լինում։ Կինն է զանգում հիմնականում ինձ, որովհետեւ ես ծիրուհիների հետ եւ անպարկեշտ այդ արտամուսնական կապերի այդ հարաբերություններում ես չեմ լինում ցանկանում լինել երրորդ դեմքը։ Ես փորձում եմ, եթե կինն դիմում ինձ այնպես անել, որպեսզի ընտանիքը կայուն մնա։ Եվ երբեմն գրում եմ, Պարողյան, կարող եք այնպես անել, որ ամուսինս հետ գա միացնել։ Սիրելիներս, այն մարդիկ, որոնք ձեզ կխոստանան եւ մանավանդ բարձր գումարների դիմաց, թե նրանք ձեզ կվերադարձնեն ձեր սիրելիին, ձեր ամուսնուն, ձեր սիրեկանին, խափում են։ Այդպիսի բան հնարավոր չի։ Բազմաթիվ խափեության դեպքերով ինձ են դիմել։ Ինչպես կարող է նրանք փոխել ձեր քարտեզում ի վերուստ ներդրված Մարսի դիրքը։ Եթե Մարսը խոյում է, եթե Մարսը առուծում է, Մարսը կարիճում է, այդ բարդ դիրքերի դեպքում կինը իր կյանք քաշում է կոնֆլիկտային բարդ բնավորություն ունեցող տղամարդու։ Մարսը խոյ կենդանակերպում կարող է պարբերաբար հարվածել գլխին։ Մարսը խեցգետնի կենդանակերպում այդ տղամարդը, այդ կինը, որը կոնֆլիկտային տղամարդ է քաշում իր կյանք, եթե Մարսի դիրքերը բացասական են։ Ուրեմն այդ մարդու հետ նա խնդիր ունի լուծելու։ Ուրեմն այդ կինը եկել է, որ իր ներընտանեկան խնդիրները այս կյանքի ընթացքում լուծի եւ գնա։ Խեցգետին եւ կշռ կենդանակերպեն բարդ փոխհարաբերություններ եւ յուրաքանչյուր մոլորակի արկայությունը այդտեղ թեկուզ Մարսը կշռքի կենդանակերպում եւ մնացած որոշ մոլորակներ խեցգետնի կենդանակերպում։ Դուք եկել եք հատուկ ծրագրով, որպեսզի դուք հարթեք ներընտանեկան խնդիրները, ամրանաք ձեր հարաբերությունները։ Եթե բարձրացող հանգույցն է խեցգետնի կենդանակերպում, պիտի չբաժանվեն, ամուսնալուծություն չպիտի լինի, բարձրացող հանգույցը կշռքի կենդանակերպում։ Այդ ամենը խանգարում է ձեզ, սիրելիներս, դուք ծրագիր եք վերցրել եւ եկել եւ փորձեք լինել ավելի կայուն։ Արդեն իսկ Մարսը խեցգետնի կենդանակերպից անցել է առուծի կենդանակերպ, դա մեկ այլ թեմա է, մենք հաջորդ հացադրման մասին կխոսենք։ Համենայն դեպս ուշադիր եղեք, Մարսը առուծի կենդանակերպում հանդիպում են աբյուզիվ հարաբերություններ։ Կինը ընտրում է գեղեցկատես, այսպես Մարսը ինչ է, տղամարդու կերպարն է, առուծը աստղ, հա, պետք է լինի վառվռուն կերպար, բոլորի աչքը այդ մեկի վրա է, բայց հարաբերություններում հասկանում ես, որ թեկուզ հենց տղամարդու քարտեզում էլ Մարսը առուծի կենդանակերպում, նրանք նարցիսներ, նրանք իրենցից այն կողմ չեն տեսնում ոչ մեկի։ Եթե մանավանդ լուսինները գտնվում այդտեղ, եթե մանավանդ Վեներան է գտնվում, այդ տղամարդիկ իրենք սիրում են ուշադրության կենտրոններ, նրանք ձեզ ուշադրություն չեն տալու։ Ուստի պետք է հասկանաք ինչու է այդ մարդը եկել ձեր կյանք եւ ինչ դաս պետք է քաղեք այդ անձի ներկայությամբ ձեր կյանքում։ Իսկ աստղաբանությունը դա ճանապարհներից մեկն է, որը թույլ է տալիս հասկանալու խնդիրների էությունը, հարցերի էությունը եւ փորձելու առաջ գնալ ու կարգավորելու անձնական քարտեզը։ Ուստի սիրելի հետևորդներ, եթե դիմում եք ինձ, մի գրեք ինչ է լինելու ինձ հետ, գրեք ինչով կարող եք օգնել, ինչպիսի աստղաբանական հարցերի լուծումներ կարող են դրվել, ինչ խնդիրներով եմ եկել այս կյանք եւ ինչպես պետք է կարողանամ լուծել այդ խնդիրները, այդ հարցերի պատասխանները, այդ ամենը ներառված են ձեր աստղաբանական քարտեզում։ Կան այնուամենայնիվ կա մի այսպիսի հարց, ինչու են ասենք կոնֆլիկտները բացահայտ բնույթ կրում հանրային, ինչով է դա բացահայտ։ Այս ժամանակահատվածի մասին է, չէ՞, խոսքը մոտակա ժամանակահատվածում։ Այո, հենց այդ նույն Մարսի դիրքով է, պարոն Ղուշյան, Մարսը առուծի կենդանակերպ է մտել։ Տեսնում եք դպրոցներում ինչ վիճակ է, հանրային մեծ այդ այսպես խառնաշփոթ առաջացրեց այդ մարզերից մեկում գտնվող գյուղական այդ միջավայրում գտնվող դպրոցի այդ իրարանցումը, երբ աշակերտներն էին, երբ ամբողջ կոլեկտիվը այնտեղ ուսուցչուհին էր։ Ես սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, փորձեմ լինել օբյեկտիվ։ Հնարավոր է, որ ուսուցչուհին այդպես էլ, բարի եւ անմեղ կերպար չէ, եւ հնարավոր է նա բաց թողումներ ունեցած լինի, աշխարհայացքի, աշխարհընկալման տարբերություններ կան, բայց
անձին մերկացնել ամբողջ համացանցում, հեռախոսները պահել, նրա հետ այդպես դաժան հաշվեհարդալ ունենալ միանշանակ ընդունելի չէ, բայց ասեմ, որ հակառակողն էլ հնարավոր է, որ քողարկված եւ այդպիսի խնդիրներ ունենա, մեղադրանքները կարելի է ներկայացնել ավելի կոռեկտ եւ ավելի ցիվիլ կերպով։ Ինչու՞ն է հարցը, աստղաբանական մեկնաբանությունը դրա, քանի որ Մարսը գտնվում է առյուծի կենդանակերպում, առյուծի երեխաներն են, կրթօջախներն են, Մարսը կոնֆլիկտային վիճակներ, Սև լուսինը կարիճի կենդանակերպում է եւ այն մինչև դեկտեմբերի կեսերը 19 մոտակայքում կարիճի կենդանակերպում է գտնվելու։ Այդտեղ նաեւ Մարս-Պլուտոն այդ լուրջ կոնֆլիկտային իրադրություններ, Պլուտոնը ջրհոսի կենդանակերպ արդեն վերջնականապես անցավ նոյեմբերի 19-ի մոտակայքում, ինչ է կատարում Պլուտոնը ջրհոսում, Մարսը առյուծում, հակադիր նշաններով Սև լուսինը կարիճում։ Եվ ահա այդ փաստը շպրտվեցին ամենավերջին հայհոյանքները մեկը մյուսի։ Իհարկե, այստեղ ավելի ակտիվ կողմը ծնողները, երեխաները եւ այդ կրթօջախի ներկայացուցիչներն են։ Սա Մարս մոլորակի բար դիրքերն են եւ տեսնում եք ինչպիսի կոնֆլիկտներ է բերում եւ տեսնում եք ինչպիսի հանրային մեծ լսարան վերցրեց, որտեղ Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում է եւ այն կորած երեխայի դեպքում, որի համար ես ցավալիորեն դրական կանխատեսումներ չունեմ, ես դրա մասին խոսել եմ Facebook-յան էջում, իմ հաղորդումներում կարող եք մտնել այնտեղ նայել, այսքանը կարող եմ ասել, Մարսը առյուծի կենդանակերպում կրկին այդ վիճակն կոնֆլիկտային շատ բարդ էր ամսի 11-12-ի լիալուսինը։ Այդ օրերին բարդ իրավիճակներ, հարևանի երեխան կորցրել էր գնումները, այդ թղթապան, այդ իրեն թղթապանակը եւ նաեւ դրամապանակը նա տարել նետել էր դրամապանակը թղթապանակի հետ նետել էր աղբանոց Սև լուսինը կարիճում աղբը լաց եղավ բայց ասի լավ էներգիան այդպես է դուրս եկել այդ բար դիրքավորումները կախված այնտեղ այն երեխայի հետ որի հետ հղեկին է երբ որ քամու ժամանակ դուրս էր եկել այդ մեծ կտորը երկաթի մետաղի կտորը ճղել էր նրա փորը այդպիսի դիրքավորումներ կան մինչեւ հունիսի 6-16 մի դեպքում Վեներան կանցնի արդեն իսկ ցուլի կենդանակերպ մյուս դեպքում ամսի 6-ին Մարսը կանցնի արդեն իսկ Լույսի կենդանակերպ իրավիճակները կհանդարտվեն նրանք կփորձեն մոլորակները ավելի համահունչ լինել ճիշտ է այստեղ էլ է Մարսը առյուծում Վեներան խոյում մեծ տրիգոն է ձևավորել բայց ավելի շատ անկանոն գործողություններ են ակտիվություն է իսկ արդեն որ անցնեն հողի կենդանակերպ արդեն մարդիկ երևի թե հունիս-հուլիս ամսին կփորձեն աշխատանքային այդ նոր process-ների մեջ ներգրավել, կփորձեն բարձրացնել իրենց այդ սոցիալական կմտածեն ֆինանս աշխատելու համար, թե ինչպես կարող են։ Հա, պարոն Ղուչյան։ Գայնե, մենք պիտի մեր զրույցը ընթացնենք գովազդային հոլովակներով, որից հետո ես ձեզ կտամ հաջորդ հարցը։ Խնդրեմ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Փակ TV-ն հայտարարում է էլիտար սերունդ պատանի դաշնակահարների հեռուստատեսային մրցույթ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթը մեկ փուլով է, սակայն միայն առաջին 3 տեղերը զբաղեցրած շնորհալիները կընդգրկվեն հունիսի 1-ի տոնական եթերում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 25-ը։ Մրցույթին 3 տարիքային խմբով կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան երեխաներ։ Կատարումները չպետք է գերազանցեն 7 րոպեն։ Ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ էլ զանգահարել 099 550 078 094 683 549 հեռախոսահամարներով։
Շարունակում ենք ծրագիրը եւ աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանն է Փակ TV-ի տաղավարում։ Գայանե, ես իհարկե միշտ հպարտանում եմ մեր երեխաներով։ Այո։ Էլիտար սերունդն էլ այն մրցույթն է, որտեղ մեր իսկապես շնորհալիներն են ի հայտ գալիս եւ մենք շնորհակալ ենք մեր այս ծրագրի եւ ընդհանրապես մշակութային բոլոր ծրագրերի հովանավոր Լևոն Բաղդասարյանին, ով փորձում է գոնե իր ուժերի չափով օգտակար լինել մեր մշակութային ոլորտին։ Ուրախ եմ ձեր նախաձեռնության համար, հենց լսեցի էլիտար սերունդ, Մարսը առուծում, առուծը էլիտար սերունդ եւ հաղթանակներ բերող պրոյեկտ է, հա, կարծեմ այդ պրոյեկտի շրջանակներում հնարավոր է։ Երբ է տեղի ունենալու հիմնական մրցույթը։ Հիմնական մրցույթը տեղի ունենալու 26-ին, իսկ համերգը տոնական հունիսի 1-ին։ Շատ ուրախ եմ դրա համար, մինչ հունիսի 6-ի մոտակայքում 6-16 այնտեղ հունիսի 1-ին։ Հա, մինչև այդ ժամանակահատվածում Մարսը առուծը կենթանակերպում է գտնվում հուսամ մեր շնորհաշատ երեխաները հաջողություններ կունենան։ Դե, մենք էլ հույս ունենք, որտեղ ասեմ, որ մեր նախորդ մրցույթներից հետո այդ երեխաների շատերը հետո դարձել են միջազգային ավելի խոշոր ստուգատեսների հաղթող։ Մի բան ասեմ, սիրելի երեխաներ, սիրելի հետևորդներ, եթե կմասնակցեք, եղեք խիզախ, չվախենաք, Մարսը խիզախության մոլորակն է, Վեներան էլ խոյի կենթանակերպում է լինելու, տալու է ձեզ շարմ, տալու է ակտիվություն, ի ցույց դրեք ձեր բոլոր որակները, եւ շարմը, եւ այն կարողությունները, որոնք կարող եք ի ցույց դնել բեմում, եւ հաղթանակը ապահովված է։ Դե, մեր աստղաբանն է նման խորհուրդ տալիս։ Բնականաբար։ Ինչպես ասում են ռուսը գրեխնի слушать совета։ Բայց որքան որ այս իմ խորհուրդների մեջ ես կարծում եմ որ եթե բացասական ինչ-որ բաներ կա մենք այնտեղ կիսատ թողեցինք, չէ՞, աստղաբանության այդ Մարսը առուծի թեման։ Եթե ինչ-որ բաներ կա, ապա դա խրատի միջոցով է լինում, պարոն Ղուշյան ջան։ Դրա համար ասում եմ, այդ դրական դիրքերը ամսի 20-ից 25-ից կա Մարս Վեներա այդ դրական դիրքերը, իսկ հետագայում կանցնեն արդեն հողի տարեր, այնտեղ աշխատասիրություն գումար վաստակելու տարբեր միջոցներ կնեն։ Եվ ի վերջո քաղաքականության մասին թեթև ասենք այսպես հպացիկ ասենք, քանի որ առուծը նաև էլիտան է, ինչպես դուք նշեցիք, այ Մարսը առուծի կենթանակերպում։ Ես դրա մասին երևի 2 հաղորդում առաջ խոսեցի, երբ որ Մարսը մտնի առուծի կենթանակերպ, ապա ազգային ժողովում գործող իշխանական էլիտա եւ ընդհանրապես էլիտար շրջանակներում տեղի կունենան բարդ իրավիճակներ, ինչը տեղի ունենում ազգային ժողովում, 2 թևերը սև լուսի նկարիչի կենթանակերպում, իշխանական եւ էլիտար այդ 2 թևերը այսպես բարբերաբար թեժ դաշտ են ստեղծում, որպեսզի ժողովուրդը բևեռանա 2 այդ ուժերի շուրջ եւ զբաղված լինեն մինչեւ ընտրությունները։ Ես կարծում եմ նախ աստղաբանորեն այդ ամենին հնարավորություն տրվելու մեջ շանսեր կա աստղաբանորեն, հետո երևի իրենք ունեն մասնագետ եւ այդ մասնագետները նրանց այդպիսի խորհուրդներ են տալիս, որպեսզի տեղի, որպեսզի մարդիկ, որպեսզի շրջանակները մեծանա, լայն հանրային հնչեղություն ստանա, Պլուտոնը ջրհոսի կենթանակերպ։ Կարելի է մեկը մյուսի հետ այդպիսի հետաքրքիր խաղեր խաղան, բացահայտումներ կոռուպցիոն սխեմաների տեսքով։ Դա Մարս, Պլուտոն, այդ 2 չարաբաստիկ մոլորակների բարդ դիրքավորումներն են, որոնք մենք հաղթահարեցինք։ Այդպիսի դիրքավորում կարող է լինել մոտավորապես 6 ամսից 2 տարի մեկ Մարսը 2 տարի հետո կլինի, բայց այս պահին արդեն իսկ հունիսի 6-ից գնում ենք առաջ եւ կանցնի Մարսը կանցնի աշխատավոր դասի կենթանակերպ եւ մարդիկ ակտիվորեն կորոշեն աշխատել, ստեղծել, գումարներ վաստակել։ Ժամանակը չէ աստղաբանական քարտեզների Անպայման, անպայման։ Կարող է եւ ժամանակից անցել ենք։ Այսպես, ահա։ Ուրեմն Արթուրի քարտեզն ենք դիտարկել դեկտեմբերի 24, 2009 թվական 16:45։ Սիրելի հետևորդներ, կրկին նշում եմ, դիմեք Փակ TV-ին, անձնականով մի գրեք, այնտեղ ես այդ հարցերը չեմ դիտարկելու։ Եվ նաև նշեք տարի, ամիս, օր, ժամը եւ րոպեն եւ ծննդյան վայրը ում համար որպեսզի դիմեք, որպեսզի կարողանանք ճշգրիտ հաշվարկներ անել ձեր մտերիմի եւ ձեզ համար, եթե անհրաժեշտ է։ Ուստի պայմանավորվում եմ, չէ գրելու, ինձ միևնույն է, չեմ դիտարկելու իմ այս պրոյեկտի արդյունքը, այս պրոյեկտի նպատակը հենց այս պահին այստեղ քարտեզները դիտարկելն է։ Գնացինք առաջ, սիրելի Արտուր,
Հնարավորին մայրն է դիմել 2009 թվական դեկտեմբերի 24-16:45։ Երեխան 9-րդ լուսնային օրն է ծնվել, դա մի քիչ բարդ է, 9-րդ լուսնային 9, 15 եւ 29, նույնիսկ 23-ը։ Այդ օրերը, լուսնային օրերը իրենք բարդ բնույթ ունեն, ինչ առումով, որ չար եւ բարի ուժերը իրենք բարբերաբար կոնֆլիկտի մեջ են լինում մարդու ներսում, հոգում լուսնային օրերն են եւ մարդը պետք է չտրվի այդ չար ուժերին։ Տեսնենք Լուսինը ինչ վիճակում է։ Ահա, Լուսինը խոյի կենթանակերպում, Սատուրնը կշեռքի կենթանակերպում։ Ձեր երեխան մասնագիտություն ստանալու խնդիր ունի։ Վեներան աղեղնավորի կենթանակերպում սիրով չի կատարում, այդ process-ը սովորելու process-ը, բարձրագույն կրթություն ստանալու process-ը սիրով չի կատարում։ Ճիշտ է կարել, որ դիմել եք, որտեղ այստեղ մասնագիտացման հետ կապված մասնագիտական կողմնորոշման խնդիր կա։ Չգիտեմ, ձեր ընտանիքում խաղաղ են լինում երեկոն է առհասարակ ձեր ներընտանեկան կյանքը կարծում եմ, որ այդքան էլ խաղաղ չի, կոնֆլիկտային իրավիճակներ կամ պարբերաբար կամ իր փոխհարաբերությունը երբեմն եւ մայրիկի եւ հայրիկի հետ կոնֆլիկտային է լինում։ Հետագայում դա փոխանցվելու է իր երկրորդ կեսի հետ հարաբերությունների այդ դաշտ։ Մերկուրին այծեղ ջուրի կենթանակերպում բավականին ամուր է իր տեսակետներում եւ բավականին համառ է։ Յուպիտերը ջրհոսի կենթանակերպում դա IT ոլորտն է, տեղեկատվական տեխնոլոգիաներն են, այդտեղ կարող է փորձել իր ուժերը։ Իսկ Մերկուրին այծեղ ջուրի կենթանակերպում դրանք հաշվարկներ են, դրանք այն վայրերն են, որոնք զբաղվում են հարկահավաքականությամբ, դա հարկային տեսչությունն է, դա նաև այն մարմիններն են, որոնք զբաղվում են պետականաշինությամբ։ Դա կարող է լինել եւ քաղաքապետարան, եւ թաղապետարան, եւ պետական ադմինիստրատիվ համակարգը, եւ հետագայում տվյալ անձը ձեր բալիկը նա կարող է ստեղծել իր սեփական կառույցը, բրենդը, կարող է զբաղվել այդպես փայտամշակմամբ, քարերի մշակմամբ, օգտակար հանածոներն են, այդ ամենը գտնվում է նրա հետաքրքրությունների ոլորտում։ Միջազգային հարաբերություններում ես տեսնում եմ խնդիրներ, հետագայում եթե նա լավ սովորեց, եթե կարող է ստեղծել շրջապատ, համախոհներ, որոնք ազդեցիկ մարդիկ կարող են լինել բարերարներ եւ նրանք օգնեն, իր ընկերները, իր համախոհները, գաղափարակիցները կարող են օգնել նրան հասնելու մասնագիտական բարձունքների։ Նաեւ կրկին նշում եմ, որ դա ոլորտներից մեկը դա հենց տեղեկատվական տիրույթն է, IT ոլորտն է։ Այսքանը Մարսը առուծի կենթանակերպում փորձեմ Մարս Յուպիտեր օպոզիցիան նկարագրել նարցիս է, տեսեք դրա մասին եմ խոսում, հուսանք, որ ներգրաված չի օնլայն խաղերի եւ ընդհանրապես ազարտային խաղերի տիրույթում, նա կարող է ունենալ հաջողություններ, բայց պարտությունները հնարավոր է ավելի շատ լինեն, հակումներ կարող ունենալ խաղերի, զվարճությունների, փորձեք նրան ետ պահել այդ թուլություններից, ես դրանց թուլություններ, մոլուցքներ եմ ասում, դրանք կախվածություններ են, որոնք ուղղակի կարող են խանգարել նրա զարգացմանը։ Բանակի հետ կապված հարցեր կարող է ունենալ եւ նաեւ հնարավոր է գլխի հատվածում ճաղատություն եւ գլխացավեր։ Այսքանը Արտուրի մասին, անցնենք մյուս մեր մասնակցին, մեր դիտողին Դիմորդին։ Անժելա Հովանեսյան 1202-2006 ինչ որ մեկի համար է դիմել Անժելան 1:20-ի այդ դրությամբ գիշերը։ Այսպես ինչ ենք տեսնում Անժելայի մոտ Արև Նեպտուն ջրհոսի կենթանակերպում Լուսինը առուծում։ Նոր ձևավորվող աճող դիմադրություն դիրքավորում երեխայի համար աղջիկ էր գրված, երեխան մի քիչ բաց բնավորություն կարող է ունենալ, հնարավոր է, որ ենթարկվող չլինի, կոնֆլիկտային բնավորություն կարող է ունենալ, ֆինանսների հետ կապված հարցում հակառակ սեռի հայրիկի հետ փոխհարաբերություններում այս երեխան հնարավոր է ունենա խնդիրներ, բայց իջնող հանգույցը կշեռքում, բարձրացող խոյում եւ ըստ էության 5-րդ 6-րդ տների հայտարանքում երեխան կախում կարող է ունենալ իր շրջապատից, զուգընկերներից, նաեւ չի խրախուսում շատ ամուսնությունը, մի քանի ամուսնություն կարող է ունենալ, դրա համար, որպեսզի այդպիսի խնդրի առաջ չկանգնի, ձեր երեխային սովորեցրեք այդ անձնավորությունը, որպեսզի ինքը լինի
իր նախաձեռնությունների տերը, կախում չունենա շրջապատից եւ ընտրության հարցում թող չստապի ուղակի, որովհետեւ այստեղ Լուսինը առողջ կենթանակերպում, եթե ինքը իրեն գնահատեց, եթե ինքը ինքնագնահատականը բարձրացեց, ապա անձնական կյանքում էլ կունենա հաջողություններ։ Համենայն դեպս տվյալ անձի մոտ նա պետք է լինի ավելի նախաձեռնող, բայց ոչ կոնֆլիկտային։ Առողջ կենթանակերպում Լուսին Սատուրն այդ միացումը էլիտար վայրերում կարող է աշխատել, այնպիսի վայրեր, որոնք կապված են, տեսեք, առողջը դա երեխաների կրթօջախները, եթե կրթօջախները չեն, դրանք սպորտն է, դրանք հոբին է, այդ վայրերում կարող է մանավանդ Լուսին Սատուրն միացումը, դրանք նաև թանկարժեք իրերն են, դրա ադամանտն է, ոսկին է, այն ինչը կապված է շքեղության հետ, բեմը, կարող է, եթե ձեր երեխան ունի հակում դեպի բեմը, չգիտեմ, մայրը այստեղ Լուսին Սատուրնը իրականում միացում դիրքավորում է եւ դասական մոլորակների հետ դիրքավորումները քիչ են, այստեղ մոլ դերակատարումը շատ կարևոր է երեխայի մասնագիտության ընտրության հարցում։ Ձեր երեխայի համար այնպիսի մասնագիտություն կարող եք ընտրել, որտեղ նա փայլի իր ողջ շքեղությամբ տեսքով եւ մայրը պետք է օգնի նրան այդ առումով։ Ես Մերկուրի դիրքն էի ցանկանում տեսնել, ինչպիսի Մերկուրին է, Մերկուրին ձկներում եւ Ուրանի հետ այս շփման հետ խնդիրներ կարող է ունենալ, ֆիզիկա-մաթեմատիկական հաշվարկներ դժվար կարող է կատարել, երազկոտ կարող է լինի, միտքը դժվար կարող է արտահայտել, այստեղ խնդիր եմ տեսնում տեսեք, եթե Լուսինը Սատուրնը այդ 10-րդ տանը առողջ կենթանակերպում տալիս է, որ նա պետք է բարձր սոցիալական դիրք ունենա, բայց դժվարությամբ կարող է հասնել դրան, որտեղ նա չի կարողանում ռեալ ճշգրիտ ներկայացնել իր մտքերը Մերկուրին ձկների կենթանակերպում, դրա վրա պետք է աշխատեք եւ մեկ-մեկ երբեմն բռնազբոսիկ բնավորություն ունի, կոնֆլիկտային տղամարդ կարող է քաշել իր կյանք, ինքը այդպեսին կարող է լինել անձնային հարաբերություններ, միջանձնային հարաբերություններ։ Ինչևէ, ընտրեք ձեր երեխայի համար այնպիսի մի մասնագիտություն, որտեղ կփայլի իր ողջ շքեղությամբ։ Այսքանը պարոն Ղուշյան, իմ մասով ես վերջացրեցի։ Շնորհակալ եմ, այսօրվա համար նույնպես լավ մնացեք։ Սիրելի բարեկամներ, Գայանե Սարգսյանն էր մեր տաղավարում, ում իսկապես մեր ունկնդիրները շատ սիրում եւ պաշտում են, եւ դա անհիմն չէ։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, ցտեսություն։